Այբուբենի տոնին նվիրված հանդեսները դպրոցներում շարունակվում են։ Կապանի համար 13 դպրոցի առաջին Բ դասարանն իր տառահանդեսին բացի ծնողներից, դպրոցի ուսուցիչներից ու աշակերտներից այլ հյուրեր էլ ուներ։ Մենք այսօր պատիվ ունենք հյուրընկալելու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի։ Այս դրամասի հրամանատար գնդապետ Կարեն Միրզոյանի։ Թունիքի մարդային գրադարանի մանկական աշխատակից Օֆելիա Սահակյանի։ Բարև ձեզ, այս գեղեցիկ հանդիսության հարգելի մասնակիցներ և իմ սիրելի առաջին Բ դասարանի աշակերտներ, շնորհավորում եմ ձեզ փեշոպագիր Այբուբենը սովորելու և տառաճանաչ դառնալու ակտիվ ու ասեմ, որ շատ շնորհակալ եմ հրավերքի համար, մաղթում եմ բոլորիդ հաջողություն և հաղթանակ, քանզի այստեղ չեն պատվորներ, որտեղ սա մի այնպիսի վայր է, որտեղ ի հայտ են գալիս նորանոր տաղանդավոր երեխաներ, ուստի ես որպես կրթության և գիտության նախարար կոչ եմ անում ձեզ սովորել, մի ձգտեք ավելի, ձեզ սպասվում է հետաքրքիր անհատականներ, իսկ ամենախելացին յուրահատուկ մրցանակ։ Բարև ձեզ սիրելի աշակերտներ և հարգելի ներկաներ, շնորհավորում եմ ձեզ Այբուբենի տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ լինել համար անգոտրում միշտ ստաձեր ուրեն, քանի որ դուք եք մեր բանակի ապագա զինվորներն ու գեներալները, ողջ պատմության ընթացքում շատերն են մեզ մեջքից խոսել, բայց մենք մեր հայ նահապետի նման միշտ արդար ու խորհրդատեր ենք մղել, և դրա արգասիքը այն է, որ մենք դեռ կանք ու կլինենք, դժվարին պահերին դուք եք ունեցել ձեր մասնակցությունը, մենք ստացել ենք ձեր գրած ոգեշնչող նամակներն ու ծանոթները, որով դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք հայ կոչվել ձեր բաժանկույտ տիտղոսը։ Առաջին դասանցին դուք ձեր մեկ ամսվա շրջանում և այցելեցիք մարզային մանկական գրադարան, դուք ճանցուկով եք պայմանների աղալների և ոսկորի նկատած հետնալու և անամպես սպասում երբներ կգաունա կատար, այսօր դուք գրաճանաչեցում եք ձեզ սպասում եք որպես ընթեցում և համոզված եք ու մեր կապան կեսակիսանի հետ շարունակական իններով շնորհում եք ձեզ մեծագույն տոնի առիթով։ Արտասանեցին, երգեցին, ի ցույց դրեցին այն ամենն, ինչ հասցրել են սովորել այս ամիսների ընթացքում։ Մի քանի ամիս առաջ նրանք ոչինչ չգիտեին տառերի, բառերի ու նախադասությունների մասին։ Այնինչ այսօր ոչ միայն կարդում ու գրում են, այլև ելույթ են ունենում բեմից, այն բեմից, որտեղ միշտ կանգնել են իրենցից տարիքով ու բոյով մեծ երեխաներ։ Այսօր իրենք ևս հպարտ են ու ոգևորված։ Ես Թինան եմ Ոսկանյա, սովորում եմ Կապանի ամենալավ դպրոցում, ոսկեղենից հայերենը, փոխանցային մայրերի ես սերտեցի, ինչքան է որ մեծանա, նա է թարիսման, եկեք հայ ընթացքում, արստորնենք հայերեն առաջին նախադասության, ճանաչել իմաստությունը և որպես կրակ իմանալ մարգարի խոսել, ես Արտաշես եմ, ձերաջած զպկերես, աշխատում եմ եղիպեր, իմ ձեր ունեմ ես տեստեր, ժամանակը կացքի ես կմեծադար, դիրիդեր կդադար, ժողովուրդը ասել է, ժամանակը ոսկի է, դոյ ուրևը եկեք ճիշտ գնատեք մեզ տրված ժամանակ։ Ինչպես տեսնում եք, մրցաշարային աղյուսակը ցույց է տալիս, որ բոլորն ունեն հավասար միավորներ։ Այն փաստում է, որ մեր խաղի ավարտին բոլոր երեխաները հաղթանակած են։ Եվ բոլորին տրվում է պատվոգիր ամենախելացի նախագծին մասնակցելու և այբելիկ կոչման արժանանալու համար։ Իմ սիրելի սանիկներ, շնորհավորում եմ ձեզ մեծագույն տոնի առիթով։ Ես հպարտ եմ և շատ ուրախ, որ մենք երկար, տեղական և տքնաջան աշխատանքի արդյունքում վերջապես ունեցանք այն կարևոր սեփականությունը մեր ոսկեղենիկ մայրենի և մեծրոպրակիր Այբուբենը, որ ոչ ոք ձեզանից չի կարող խլել, ոչ մի թշնամի, ոչ մի փոթորիկ, ոչ մի արհավիր, այն չի կարող ձեզանից գողանալ։ Դուք այսօր շատ հարուստ եք, ունեք այն ամենը, ինչը երկար հազարավոր տարիներ հայ ժողովրդին հայ է պահել։ Ծնողների ուրախությանը չափ չկար, ոմանց առաջնեկներն էին գրաճանաչ դարձել, առաջին անգամ էին վայելում այդ բերկրանքը։
Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ամբողջ դասարանի ծնողների անունից։ Սիրելի երեխաներ, ձեզ նույնպես շնորհավորում ենք։ Դուք մուտք գործեցիք հայոց այբուբեն եւ ավարտեցիք այսօր ձեր այբերի տոնը։ Դուք տարաճանաչ դարաք, ձեզ նույնպես շնորհավորում ենք։ Ընկեր Նազարյան, ձեզ նույնպես շնորհակալություն։ Ձեր երգի հնչյունների ներքո մեր երեխաները երգով բարով այսօր ուրախացան։ Փոքրիկներին գրաճանաչ դառնալու կապակցությամբ շնորհավորեցին նաև դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը, բազմավաստակ մանկավարժ Մանյա Մարտիրոսյանը եւ բոլոր հյուրերը։ Սիրելի առաջին բետասերանցիներ, ես ամենևին չէի կասկածում, ավելի ճիշտ համոզված էի, որ սեպտեմբերի 1-ին ձեր տված խոստումը դուք կատարելու եք։ Եվ այսօր դուք ապացուցեցիք, որ դուք ձեր խոստման տերն եք, որ յուրացրել եք հայոց այբուբենը, որ ծանոթ եք մայրենի լեզվի գաղտնիքներին եւ ունեք այն հիմքը, որի վրա կառուցելու եք ձեր հետագա ուսումնական գործունեությունը։ Շնորհավորում եմ ձեզ ու մաղթում հետագա հաջողություններ, կանաչ ու անխոչնդոտ ճանապարհ։ Այսօր դուք արդեն իսկապես գրաճանաչ եք դառել։ Տիկին Սարգսյանը ձեզ առջև բացեց գիտության դռները։ Քայլեք հպարտ եւ համարձակ։ Շատ դժվարություններ կլինեն։ Գլուխներդ այդ դժվարությունների առջև երբեք չկախեք։ Միշտ ինչպես ասացի, քայլեք հպարտ։ Ես ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ասել այս գեղեցիկ այբբենականներին, որ ինձ 11 տարի չեմ հանդիպել այսպիսի այբբենի տոնին, ինչպես այսօր եմ ես հանդիպել։ Ես շնորհակալ լինենք ձեր առաջին ուսուցչին, ընկեր Սարգսյանին եւ երաժշտական ուսուցչին, որ իրենց խոսքով, երգ ու բառով մեզ անկարելին կարելի դարձնում։ Շնորհակալ ենք ընկեր Ստեփանյանին, պարոն Ստեփանյանին, որ ունի այսպիսի առաջի դասարանցիներ այբբենականներ, հզոր է այն ազգը, որ ունի ուժեղ ուշություն։ Հանդեսի վերջում փոքրիկներն իրենց դասվարի հետ հավաքվեցին դասարանում եւ ամփոփեցին իրենց ունեցած գիտելիքները այբբենարանից ու հայոց գրերի ստեղծարար Մեսրոպ Մաշտոցի մասին։ Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանի հյուրերն այսօր Կապանի համար 2 ավագ դպրոցի աշակերտներն էին։ Սուրբ Ծննդյան նախօրեին թանգարանի տնօրինությունը դպրոցի հետ համատեղ որոշեցին հավաքվել ու զրուցել տոնի մասին։ Մեր դպրոցում բոլոր տոները, քրիստոնեական բոլոր տոները տոնվում են։ Մեր երեխաները բավականին մանրամասն նախապատրաստվել են այս տոնին, չնայած կարճ ժամանակում, ընդամենը 2 օրվա ընթացքում, բայց երեխաները կներկայացնեն տոնի խորհուրդը, կներկայացնեն, թե տարբեր երկրներում սուրբ զատիկը ինչպես են դիմավորում, ոչ միայն Հայաստանում, այլև կներկայացնեն, թե տարբեր երկրներում ինչպես են նշում եւ ընդհանրապես սուրբ զատկի տոնը շատ հաճախ օրինակ այնպիսի ընտանիքներում, որ ունեն հանգուցյալներ, շատերը մտածում են այս տոնը արժե տոնել ընտանիքում, թե ոչ։ Այ հիմա այսօր մեր երեխաները բավականին մեծ նյութերով ձեզ կհաղորդեն, որ ոչ միայն պետք է տոնեն, այլ անպայման պետք է տոնեն այդ ընտանիքներում, որովհետև հենց ինքը զատիկ նշանակում է զատել, զատվել, չէ, այն վատից, մեղքերից, ամեն ինչից։ Դպրոցականները ներկայացրեցին առաջիկա տոնի խորհուրդը, նրան նվիրված ժողովրդական սովորություններն ու երգեցին Սուրբ Հարությանը նվիրված երգեր։ Ֆոնդապահ Անահիտ Համբարձումյանն ասաց, որ նմանատիպ հանդիպումներ հաճախ են կազմակերպվում։ Դպրոցների հետ կապն ամրացել է, դա արդյունավետ է եւ մեզ, եւ դպրոցների համար, ասում է զրուցակիցս։ 2 ամիս առաջ են նորից եկել ու համատեղ առաջացել է միտքը, որ զատկին ընդառաջ մի միջոցառում կազմակերպենք համատեղ։ Այդպես միտքը ցակեց եւ կատարեցինք։ Հիմնականում Զանգեզուրում եւ Կապանում մենք հեռու էինք այսպիսի տոնակատարություններից, սովետական միության փլուզումից հետո է սկսվել։ Հաճախակի այսպիսի ծրագրերով կարող ենք իմի բերել, որ այսպիսի տոներ նախկինում եղել են նոր վերականգնվում է, թե չէ ամեն ինչից մենք հեռու էինք։
Այսօր դպրոցականները հարուստ գիտելիքներ ունեն եկեղեցական տոների ու ծեսերի վերաբերյալ։ Դպրոցներում ներդրված հայոց եկեղեցու պատմություն առարկայի շնորհիվ աշակերտները ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ եւ դրանք կիրառում կյանքում։ Մենք չգիտեինք զատիկը ինչ է, մենք եկեղեցուց հեռու էինք, մեր քաղաքում եկեղեցի չկար, մինչև 2001 թիվը։ Իրանք ավելի շատ են տեղեկացված, եկեղեցու պատմություն գիտեն, մենք աստվածաշունչ չէինք տեսել։ Իրանք ավելի շատ են տեղեկացված, քան մենք։ Առաջիկա կիրակի Սուրբ Զատկի տոնն է։ Նրանք գիտեն, թե երբ եւ ինչպես պետք է այդ օրը ներկայանալ եկեղեցի։